Սեռական հանցագործ ու մանկապիղծ ջհուդ Ջեֆրի Էփշտեյնը, ինչպես արդեն հայտնի է շատերին, Մոսադի գործակալ էր, ով Ամերիկայի քաղաքական ու ժամանցային էլիտայի անդամների վրա կոմպրոմատներ էր հավաքում, որպեսզի սիոնիստները կարողանան ավելի հեշտությամբ իրենց մահվան ճիրաներում պահել ԱՄՆ-ի ֆինանսական, մեդիա ու քաղաքական համակարգը։ Սակայն հաճախ անտեսվում կամ ընդհանրապես չի նշվում այն փաստը, որ Էփշտեյնը շատ սերտ կապեր է ունեցել նաև Կրեմլի հետ։ Արդեն հրապարակված բացահայտումներում այնքան նյութ կա, որ նման ենթադրությունները պարզապես դավադրության տեսություն համարելով մերժելը դժվար է։ Էփշտեյնի Ռուսաստանի հետ կապերը ըստ երևույթին բավականին լայն են եղել։ Ֆայլերում Ռուսաստան բառը հայտնվում է շուրջ 10,000 անգամ, իսկ Վլադիմիր Պուտինի անունը մոտ 1000 անգամ։ Մի շարք փաստաթղթեր հիշատակում են Պուտինի հետ հնարավոր հանդիպումներ։ Նա կանոնավոր կապի մեջ էր բարձրաստիճան FSB աշխատակիցների և ռուս դիվանագետների հետ։ Նրա գործունեության մեջ ներգրաված երիտասարդ աղջիկներից շատերը Ռուսաստանից էին։ Բացի այդ, շարունակում է առեղծված մնալ նրա ողջ հարստության աղբյուրը։ Չմոռանանք նաև, որ Խորհրդային Միության կործանումից հետո Ռուսաստանից մոտ 1 միլիոն ջհուդ տեղափոխվեց Իզրայել, ինչպես նաև բազմաթիվ KGB-ի գործակալներ, որոնց զգալի մասը հետո դարձան Մոսադի գործակալներ։ Հետևաբար, կարող են գալ այն եզրահանգմանը, որ Մոսադը, FSB-ն ու ԿՀՎ-ում նրանց գործակալները իրար հետ միասին համատեղ գործողություն են իրականացրել, քանի որ նրանց շահերից բխում է, որ ամերիկացի պաշտոնյաների ու մեծահարուստների վրա կոմպրոմատներ ունենան։ Հաջողությամբ կատարեցին այդ գործողությունը, քանի որ Իզրայելի ու Ռուսաստանի կառավարություններն ու հետախուզությունները մանկապղծության և նման այլ հանցագործությունների վարպետներ են, քանի որ կառավարվում են Էփշտեյնի նման սեռական հանցագործների կողմից։ Տեսնում ենք, որ վերջում բոլորը ինչ-որ չափով և ինչ-որ ձևով իրար հետ կապված են, որովհետև նույն սիոնիստական աշխարհակարգի մասն են կազմում, աշխարհակարգ, որն իր սատանայական գործունեության հետ գնում է դեպի կործանում։